Այսօր պատերազմները չեն ընթանում միայն սահմաններում, այլ նաև մեր հեռախոսների մեջ։ Տեղեկատվությունը դարձել է ուժ, երբեմն նաև զենք։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք 360 աստիճան հաղորդումը։ Հաղորդում տարածաշրջանի մասին։ Այսօր պատիվ ունեմ իմ տեղավարում հյուրընկալելու Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Դերզյան Հայկին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եթե դեմ չեք, կցանկանայի այսօր խոսենք տեղեկատվության մասին, քանի որ այսօր տեղեկատվությունը դարձել է շատ մեծ զենք, նույնիսկ իշխանության 4-րդ ճյուղ, եւ տեղեկատվությունը կարևոր դեր է զբաղեցնում ոչ միայն պատերազմներում, այլ նաև խաղաղ հասարակական կյանքում, ու ժողովրդի ու հասարակությունների համար շատ կարևոր է տիրապետել որոշ տեղեկատվությունների, որպեսզի չդառնալ մանիպուլյացիաների զոհ, այլ կարողանալ հասկանալ, թե ինչ են ընթերցում եւ ինչ իրականության մեջ են ապրում։ Իրականում մենք ապրում ենք տեղեկատվական հասարակության դարում, որը սկսել էր ձևավորվել դեռևս 20-րդ դարից։ Մենք ունենք մի իրավիճակ, որ մեդիա գրագիտությունը շատ բան է որոշում, փաստացի մեդիան ուղղակիորեն է եւ տեղեկատվական անվտանգությունը կապ ունի ազգային անվտանգության հետ, ուղղակիորեն դրա անբաժան մասն է։ Մի իրավիճակ, երբ մի պետության տարածքում որևիցե մեդիա գործողություն, մեդիա գործընթաց կարող է մեկ այլ պետության քաղաքականությունը որոշել, ապագան որոշել, իրավիճակ փոխել։ Տեղեկատվությունը այսօր ամենաթանկարժեք զենքն է, ամենաթանկարժեք ընդհանրապես նյութն է, որ գոյություն ունի, եւ բնականաբար որքան որ շատ տեղեկատվություն ունես, այնքան դու ավելի զինված ես եւ այնքան ավելի պատրաստ։ Եթե համեմատենք օրինակ Հայաստանի հասարակությունը եւ այլ երկրների հասարակությունները, ապա շատ տարբերություն կարող է չտեսնենք, որովհետեւ նախ եւ առաջ եկեք հասկանանք վերջին 2 տասնամյակներում հատկապես որքան արագ է ամեն ինչ զարգացել եւ որքան արագ է փոփոխվել։ Ցանկացած փոփոխության համար միշտ անհրաժեշտ է ժամանակ։ Հեռախոսի գյուտ օրինակ, լույս, համացանց, ամեն ինչի համար ադապտացվելու համար առնվազն մարդիկ վատագույն դեպքում 10-ից 20 տարի, եթե ոչ ավելի ժամանակ ունեին։ Հիմա աշխարհը այնքան արագ է փոխվում, որ այն սերունդները, որոնք որ պայմանական սովոր են օրինակ թերթին, որ ինչ գրում են դա ողջ իրականությունն է, ամբողջովին համապատասխանում է իրողություններին, հիմա հանկարծ զբաղվում են ավելի լուրջ, ավելի սուր տեղեկատվական գրողների, ասեմ ավելին AI դարում մենք այսօր տեսնում ենք, որ տեսանյութեր կան կամ լուսանկարներ, որոնք դու չես կարող, առաջին հայացքից նույնիսկ շատ լավ, այսպես մեդիագրագետ լինելու դեպքում տարբերել որքանով այն իրական, որքանով ոչ։ Դա իհարկե ամբողջովին փոխում է իրողությունները եւ որքան որ դու ավելի լավ ես դրան պատրաստված լինում, այնքան դարձնում քեզ ավելի ուժեղ եւ որքան թույլ ես դու այդտեղ լինում, այնքան ավելի խոցելի։ Դուք խոսեցիք սերունդների մասին եւ տեղեկատվության զարգացման ընթացքի մասին, արդյոք ավելի լավ չէր ապրել այն դարում, երբ տեղեկատվությունը բավականին քիչ էր, երբ դու չէիր ստանում տարբեր տեղերից տարբեր ինֆորմացիոն հոսքեր, չէիր ունենում տեղեկատվական աղմուկ, ու դու մի թերթ կարդալով կամ մեկ հաղորդում պետական թող լինի ալիքից հաղորդում նայելով, դու ունենում էիր պատկերացում իրավիճակների մասին, կապ չունի դա հասարակական էր թե քաղաքական, եւ այսօր, որ բոլոր սոցցանցերում ու յուրաքանչյուր մարդու ձեռքում կա հեռախոս ու իրենք կարող են գրել ինչ-որ բան, դա տարածվի ու մարդիկ դա վերցնեն որպես իրականություն եւ ընդունեն այդ ամեն ինչը։ Երբ էր լավ ավելի։ Դե իրական ամեն ժամանակ իր նյուանսները ունի, նույնիսկ եթե համեմատական տանենք, ես միշտ իմ դասախոսությունների ընթացքում այդ համեմատական տանում եմ, պայմանական վերցնենք Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակահատվածը, երբ նա օրինակ պետքա Դարե արքայի վրա հարձակվեր, զորքը կայնացա պայմանական 100-200 շերտ, այսպես գծերով գնում են, նա ելույթ է ունենում։ Արդեն առնվազն 2-3 շարքից հետո մարդիկ փոխանցում էին տեղեկատվությունը, ինչա իրենց առաջնորդ հասել։ Ու տարբեր, ինչպես ասում եմ, փչացած հեռախոսի ձևով ինչ որ մի բան այստեղ, այնտեղ այլ կերպ հասնում էր տեղ։ Հետո եկավ դարը, երբ արդեն դրա կարիքը չկար, փաստացի երկրորդ համաշխարհայինից առաջ մենք լավ հիշում ենք այդ այսպես ասած բարձրախոսների արկայությունը, ռադիոյի արկայությունը, TV-ի արկայությունը, թերթերի տարբերությունը հետևյալն էր, կար ժամանակահատված, երբ կոնկրետ տեխնոլոգիաները առնվազն գտնվում էին այս կամ այն իշխանության ձեռքում եւ իրենք կերտում էին շատ բարձ սկզբունք, առաջնորդ, ժողովուրդ։ Հիմա համացանցի արկայության պայմաններում, տեղեկատվական ազատության պայմաններում յուրաքանչյուրը ունակ է կերտել իր սեփական պետությունը։
Այսինքն ես եւ դուք կարող ենք կերտել մեր պետությունը, դառնալ կոնկրետ մարդկանց խմբի առաջնորդ, կարծիք թելադրող, կարծիք հայտնող, այլ հարց է, որ բնականաբար չեմ ցանկանա իհարկե շատ արագ շատ կոպիտ հնչի, բայց ամեն մարդ չի, չէ՞ որ կարա խելացի կարծիք արտահայտի, ամեն մարդ չի, որ կարա բովանդակություն տա, դե պատկերացեք, օրինակ 1000 հոգու միավորման մեջ, եթե օրինակ 10 կամ 20 այդ ունակություն ունեն, ապա ներկայումս ոչ մենակ այդ 10 ու 20-ը նրանց օգտվում, մնացած 900-ը եւս, 900-ը, 990-ը եւ բովանդակությունը մաղվում է երկրորդական պլան եւ փաստացի թե կրթվածության պակասի, նույնիսկ այս դեպքում ոչ այնքան կրթվածության, որքան դաստիարակության, որովհետեւ այսօր իրականում ողջ աշխարհում այդ խնդիրը կա։ Մենք շատ է խոսում ենք մեդիա գրագիտությունից տեղեկատվության տիրապետելուց, բայց մեդիան ինքը նման է դանակի։ Դու այդ դանակով կարող ես մեկին վնաս տաս կամ կարող ես օրինակ ինչ-որ լավ բան կտրատես, ինչ-որ մեկին հյուրասիրես։ Այսինքն լիքը բան կախված է հենց այն ամեն ինչից, ինչ որ մարդը արածը անում է։ Նույն AI-ի գործիքները վերցնենք։ AI-ի պայմաններում մենք տեսանք, թե ինչ սկսեցին տեսանյութեր տեղադրել համացանցում, մեր 99%-ը կրթական չէին։ Այսինքն գործիքը կիրառողից շատ բան է գալիս։ Ժամանակները փոխվում են, հիմա այլևս այն ժամանակները չի, որ օրինակ առավոտյան թերթը վերցնես, մենակ այդ մի թերթը լինի, կարդաս տեղեկատվությունը, ասնես առաջ կամ հեռուստատեսության ինչ-որ տես 1-2 ալիք լինի, միացնես դրանով բավարարվես, սովորես։ Ոչ, այլ հարց է, որ իհարկե այս турբուլենտ, այս գործընթացներին իհարկե նաև հաշվի առնելով ավագ սերնդի առկայությունը եւ իրենց կողմից դեռևս չմտնել այդ հունի մեջ մի քիչ այլ ձև է, հա, այսինքն մեդիա դաշտը ստեղծում։ Պայմանական մի 20-30 տարի հետո, երբ մենք արդեն հասնենք ավագ սերնդի տարիքի, մեր դեպքում մի քիչ ավելի ուրիշ է լինել, որովհետեւ մենք առնվազն այդ ալիքը վերցրել ենք, գնում ենք։ Բայց շատ դժվար է կտրուկ անցում կատարել մի իրողությունից, մի իրականությունից մեկ այլ իրականություն։ Դա էլ է իրականում գործընթաց, դա էլ է ժամանակ պահանջում։ Բացի դրանից ոչ մեկս չի կարող երաշխավորել, օրինակ 20-30 տարուց հետո առհասարակ որևէ տեղեկատվություն հնարավոր կլինի ինչ որ չափով դրա ճշմարտացիությունը չափել կամ իմանալ։ Մենք ներկայումս տեսնում ենք համացանցում առհասարակ ինչ է կատարվում։ Եկեք հստակեցնենք մի բան, հա, որպեսզի հասարակությունը մեզ սխալ չհասկանա, մենք դեմ չենք իհարկե, որ մարդիկ օգտվեն, տարածեն իրենց կոնտենտը, հա, այսպես կոչված տարբեր տեղերում, որովհետև հիմա մենք տեսնում ենք, որ YouTube-ով, TikTok-ով, նույն Instagram-ով մարդիկ գումար են աշխատում, ինչ որ բլոգեր են վարում, լինում է, որ տեղեկատվությունը շատ արդյունավետ է եւ օգտակար է, բայց նաեւ կա այսպիսի մի զանգված, ես իրենց կոչում եմ կոմենտներ գրող զանգված, մենք քանի որ երկուսս էլ հասարակական եւ քաղաքական կյանքում փորձում ենք, հա, գոնե ինչ որ մի բան փոխենք, դուք իհարկե ավելի շատ ու դուք ավելի շատ բախված կլինեք այդ մարդկանց զանգվածին, ես զանգված եմ կոչում, թողներեն ինձ բոլորը, որոնք որ կոմենտներ են գրում առանց հասկանալու քո բովանդակությունը, առանց հասկանալու թե դու ինչ ես ասում, ուղղակի թեկոզ նայելով, չգիտեմ, կարող են կպնել, ասել, ինչի ես կապույտ վերնաշապիկ այսօր հագել կամ ինչի ես այդպես կանգնած եւ դրա մասին իրենց կարծիքը արտահայտել։ Ես իհարկե դրանց եմ դեմ եւ կուզեի ձեր կարծիքը եւս լսեի կոմենտներ գրողի զանգվածների մասին։ Տեսեք, ամենացավալին եւ նաեւ այդ իրողությունը այդ մարդիկ մեր հասարակության մի մասն են։ Իրանք իհարկե լիքը հարցերում բացահայտում, հա, օրինակ, չգիտեմ, պայմանական իդեպ տեղ հետաքրքիր կետ կա, երբ ասում են դե մարդիկ տենց վատ կոմենտներ են գրում, որտեվ կրթվածության խնդիրն են, բացարձակ։ Մարդկանց մեծ մասը սովետական դպրոց անցած մարդիկ են։ Ու իհարկե հարց առաջանում, թե ինչի օրինակ թորնիկների հետ գլխավոր լուսանկար հրապարակած կինը, ով որը 6 անգամ Աստվածաշնչից ինչ որ մի հատ նյութակցում, մեկ էլ հանգարց մտնում է միտեղ, մի հատ շատ վատ կոմենտ է գրում։ Դա դաստիարակության մասին է խոսում։ Իհարկե ցավոք սրտի պետք է փաստել, որ շատ անձնական տիրույթ մտնող, նաև շատ դեպքերում ես մեկտաբանությունում տեսնում եմ, որից մեկի կարծիքը, որ ցիվիլ կարծիք է գրում, իրան շատ կոպիտ հակադարձող մարդկանց որոշակի ագրեսիվ խումբ է, բայց այդ ագրեսիվությունը պայմանավորված է տարբեր առումներով, հա, կան հարցեր, որոնք վերաբերում են ընտանեկան միջավայրին, հոգևոր չբավարարվածության, այսինքն երբ մարդ որևիցե մի բանի չի հասել կամ
ընտանիքում ինչ որ մի բան այն չի կամ գործի տեղը ինչ որ մի բան այն չի, այդ մարդու մեջ հավաքում է էներգիա, բացասական էներգիա, նույնիսկ որոշ հոգեբաններ դա որակում են որպես սեքսուալ էներգիա, որ իրանց ներկայացնում որ այդ հավաքված նեգատիվը ինքը ինչ որտեղ պետքա ուղղի։ Ու բնականաբար համացանց ամենահեշտն է դառնում, որովհետև այդտեղ այդ էներգիան կիրառելը, թիրախավորելը մարդկանց դեպ կապ չունի, քաղաքականություն կլինի, շոու բիզնես կլինի, կարող շոու բիզնեսում մեկը երեխա է ունեցել, հրապարակել են գրում են, բայց մեզ ինչի համար այդ ինֆորմացիան պետք։ Բայց դա պետք է հասկանալ նաև որ մեր հասարակության մի մասն է։ Այլ հարցը թե ինչի ենք օրինակ, ես եւ դուք տենց նայում եք ու տեսնում եք որ այդ մարդկանց, փոխենք օրինակ մենք հիմա իրանց քննարկում, որտեվ իրենք ագրեսիվ փոքրամասնության խումբ են կազմում, ագրեսիվ փոքրամասնության, իսկ եթե նույնիսկ պայմանական 1000 միավորանոց խմբի մեջ 10 հոգի վարում են ագրեսիվ քաղաքականություն, ավտոմատ կերպով մնացածի 990-ի աչքերում նրանք մեծամասնություն են։ Նույնը այս դեպքում է, երբ որ օրինակ որից է քաղաքական գիծ կամ որից է երևույթ, որից է խումբ ագրեսիվ մասնակցում է այդ օրակարգին, ապա նույնիսկ 3 միլիոնանոց ժողովրդի մեջ, քաղաքացիների մեջ կամ օրինակ 10 միլիոնանոց ժողովրդի մեջ դա տալիս է այնպիսի ընկալում, որ մեծամասնությունն է տենց։ Բայց այս դեպքում շատ նյուանսներ կան, իհարկե միջև շատ երկար դեռևս պետք է ուսումնասիրվի, որովհետև շատ բաներ անձամբ իմ համար հասկանալի չի, որովհետև այդ բացասական էներգիան նաև կա ոչ մենակ հա Հայաստանում բնակվող մարդկանցից, այլ նաև մի շարք անձինք, ովքեր արտասահմանում են բնակվում։ Ու առնվազն նաև վերջին մի քանի տարվա մեդիա դաշտում, հա, ամենաթողությունը, իսկ դա ամենաթողությունն է պարզապես ու շատ անգամ նաև սենց մի սկզբունք էլ կա, ժողովրդի X հատվածը վարվում է այնպես, ինչպես վարվում է իր իշխող էլիտան։ Ու այս դեպքում էլիտան ճակերտների մեջ իհարկե։ Բայց եթե օրինակ էլիտան քարոզում է թեյ, հասարակության այդ հատվածը կխոսա թեյից։ Եթե սուրճ, ապա սուրճից, եթե հայհոյանք, ապա կհայհոյեն։ Այսինքն այդ ագրեսիվ մասսայի մասին ենք մենք խոսում։ Մենք խոսում ենք եւ ագրեսիվ մասսայի մասին եւ առհասարակ հասարակության այն շերտերի, որոնց դիրքորոշումը, ապրելակերպը եւ այս կամ այն բանին արձագանքելը ուղղակիորեն կապված է տվյալ պահին, տվյալ էլիտայի կողմից ձևավորվող մշակույթից։ Կարող ենք նշել, որ այս ամեն ինչը Ձեզ եմ հարցնում, կարող ենք նշել, որ այս ամեն ինչը մանիպուլյացիայի օրինակ է, այսինքն քաղաքական էլիտաները, այսպես ասած, մանիպուլացնում են, տեղեկատվական աղմուկ են ստեղծում ու մարդիկ էլ գնում են դրա հետևից։ Ասեմ ավելին, եթե նայենք ընդհանուր ժողովրդի մասշտաբով, դա ընդհանրապես քաղաքական աբյուզերություն է։ Եվ մենք դեռ տեսնում ենք, որ մարդկանց վրա ներազդելը, ոնց է Դոն Կիշոտի սկզբունքով ստեղծում ես հերոս, ստեղծում ես հակահերոս։ Մարդկանց ասում ես, գիտես ինչ, դա նման բան կիրառում է մեկ է ֆաշիստական Գերմանիայի ժամանակ, երբ ասում են դու այնքան դու վատ ես ապրում կամ ես, որովհետև հրեաներ կան։ Նույն սկզբունքը արկա էր նաև օրինակ արկա էր Ադրբեջանում, ասում են գիտես ինչ գիտես, քեզ դու լավ չես ապրում կամ այս ինչ բանը մոտեցնում որովհետև Ղարաբաղում հայերն են։ Այդ սկզբունքը նույն հիմա իդեպ հիմա էլ շատ ակտիվ քարոզում է հայաստանցի արցախցի բաժանումը, քանի որ մեր ուժային կառույցները էշիականջում քնած են, իրենց մոտ չգիտեմ, եւ արցակուրտ են գնացի կամ դեկրետ, իրենք որից է դրան ուշադրություն չեն դարձնում, բայց հաշվի չեն առնում, որ այդ ագրեսիան նաեւ սովորություն ունի ինչ որ ձևով դուրս գալու։ Դու չես կարող մի բան ներարկես եւ հույս ունենաս, որ այդ տենց էլ մնալու է։ Ուղղակի այդ դուրս գալը եւ այդ ժայթքումը կարող լինի հենց այս իշխանության դեմ։ Թեկոս նույն մետրոյում տեղի ունեցած դեպքը, երբ որ այսօրվա հա վարչապետը ու արցախցի կինը միմյանց հետ բանավեճեցին ու վարչապետը նույնիսկ վիրավորեց իրեն ու հետո ներողություն խնդրեց երեկոյան, եթե չեմ սխալվում, վարչապետի տեսահոլովակի տակ տարբեր մարդիկ տարբեր բաներ էին գրել, որ օրինակ ներողություն խնդրել պետք էլ չի, իրանք դուք ճիշտ եք ասել լրիվ այս կոմենկով ու նաև կային մարդիկ, ովքեր որ ասում էին, հա հասկացել է, շատ ուժեղ մարդ հասկացել է իր սխալը, ներողություն է խնդրում, այսինքն այստեղ եւս որպես օրինակ հա կարող ենք վերցնել, որ բաժանվեցին մարդկանց կարծիքները արցախցի, հայաստանցի, երևանցի այդ սկզբունքով։ Բաժանեին, եթե նաև այդտեղ չլներ այսպես ասած տալչոկ։ Արարատ նյուզը իշխանական, Civic-ը իշխանական եւ մնացած լրատվականները վարչապետի ներողությունից առաջ եւ հետո տարածում էին կնոջ հետ կապված տարբեր վիրավորական խոսքեր, տարածում էին տարբեր ատելություն սերմանող տեքստեր եւ
փաստացի ստացվում է, որ այդ ճակերտավոր ներողությունը ձևականություն է կրում, նույնքան ձևականություն է կրում, ինչքան որ շատ դեպքերում իրենց կողմից վարվող քաղաքականությունը։ Մինչև այսօր նման սուր ձևակերպումներ իրանք ստաբիլ հիմա պահպանում են, անում են տարբեր մարդկանցով, հա, սեպտեմբերին 23 թվականի երբ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, այդ օրերին, այդ ժամերին փաստացի ամենամեծ հարձակումներից մեկն էր արցախցիների վրա, 20 թվականին էլի հայաստանցի արցախցի բաժանումներ, այսինքն այդ ամեն ինչը, սենց ասեմ, մարդիկ կան, ովքեր որ սիրում են քաոս ստեղծել, օրինակ Նիկոլ Փաշինյանը սիրում է քաոս ստեղծի։ Ինքը ստեղծում է քաոս, որ փորձում է այդ քաոսը կառավարի, դա էլ է միջոց, դա էլ է տարբերակ։ Ուղղակի կա sense մի բան, որ միշտ չի, որ ամեն քաոս չի, որ դու ստեղծում ես, դու կարես կառավարես։ Եվ այս ամեն ինչ է սատերության ֆոնը, դա չի կարող ուղղակի մնալ, հա, հետո ասեն լավ, դեսի տենց այս քրկի պես այս ինչ դարակում դրեք։ Դա ինչ որ ձև դուրս է գալու։ Եվ միգուցե դա դուրս գային ժամանակ, երբ որ ինքը չնի կոպիտ ասած մնա իր թիմի վրա այդ բացասական էներգիան, կամ բայց այդ դուրս է գալու, դա ասեմ դες շատ մեծ խնդիր է։ Իրականում բաժանում որպես այդպեսին, հա չեմ, հայաստանցի, արցախցի, գյումրեցի, վանաձորցի, նույն Իտալիայում, ու ոչ մենակ Իտալիայում, կան տարբեր, հա, ուրեմն թե հարավում թե հյուսիսում բնակվող մարդիկ, որոնք իրար տարբեր ձև են դիմում։ Օրինակ այս ինչ հատված, Ֆլորենցիայում բնակվողը, չգիտեմ, Հռոմում բնակվողին այլ կերպ, Միլանում բնակվողը, օրինակ Նեապոլում կամ Բարիում բնակվողին այլ կերպ։ Դա այնպես չի մենակ Հայաստանում, հա, այդ բաժանում։ Կա բազմաթիվ երկրներում, ինքն հյուսիսից է, ինքը սենց բնավորություն, ինքը հարավից է, սենց է, բայց Հայաստանի դեպքում ինչի ավելի սուր զգացվում, որովհետև դա իր մեջ կրում է ոչ թե առօրյա, այսպես ասած, որ բытовой հարց, չէ, դա կրում է քաղաքական հարց։ Ես միշտ այդ օրինակը բերում, ասում եմ, իմ շատ սիրելի ախալքալակցի ընկերները քանի, ասենք, Երևանցու են Իշլիկ Հյուֆտասարքի համալսարաններում, բայց չգիտես թե ինչի չեն ասում Հայաստանցի ախալքալակցի, բայց այդ ասողների մի մասը իջում, այդ մասը օրինակ ախալքալակցի կողմից, մեր ընկերների կողմից ծեծա կերել օրինակ, որ ժողովի այգում օրինակ կամ ինչ որ ուրիշ տեղ, պայմանական, բայց ինչի է հենց Արցախի հետ կապված այդ շեշտադրումը, որովհետև ստրատեգիապես կարևոր էր այն հայաթափել բազմաթիվ ուժերի, բազմաթիվ անհատների համար եւ այդ ատելության ֆոնը հիմա էլ է շարունակվում, որովհետեւ կա խնդիր առհասարակ դա մոռացության մատնել, որպեսզի ու երկրորդը հայ ժողովրդի մեջ ատելություն սերմանել Արցախցու նկատմամբ, ինչի ոչ Արցախի։ Ամենապրիմիտիվ օրինակը 2018 թվականի եւ դրանից առաջ եւ դրանից հետո հիմնական շեշտը քննադատության գնում էր ոչ թե Արցախի վրա, այլ Արցախը ազատագրած մարդկանց վրա, որովհետև երբ դու պայմանական քեզ համոզում են դու մեկին ատես, դու ավտոմատ կերպով նաև սկսում ես ատել կամ առնվազն ոչ լիարժեք վերաբերվել այն ամեն ինչին, ինչ որ օրինակ ինքը ասոցացվում է դրա հետ։ Այսինքն այս դեպքում Արցախը, Լեռնային Ղարաբաղը։ Նույնը հիմա, երբ որ իրանք սերմանում են ատելություն ու մի կողմից ասում են դե հանգիստ ձեր համար ապրեք, այսքան բան ենք ձեր համար, այդ ինչին է բերում, որ Ժորժ ջան, այս մարդկանց պետք է ատել, Արցախը նաև դուք ավտոմատ կսկսեք նաև դրանից է հրաժարվել ու ձեր համար այսպես այն ինչ որ դուք ունեք այդ Հայաստանը։ Վաղ նույնը կանոն օրինակ շունեցիների հետ կապված, կասեն դե շունիկն է մերեջի, հետո սևանցիների հետ կապված սևանն է մերեջի։ Այսինքն ինչ որ մի բան հրաժարվել, ինչ որ մի բանից հրաժարվել է, սկսվում է այդտեղի հետ ասոցացվող մարդկանց, անձերի, ժողովրդի, այսպես ասած դեմոնիզացիայից։ Դե հա, առօրյա կյանքում էլ չի ասում են, եթե դու ուզում ես ինչ-որ բանից հրաժարվել, ինչ-որ ժամանակ տրամադրի նրան, որպեսզի դրա բացասական կետերը առանձնացնես ու ժամանակի հետ այդ ամեն ինչը քո համար կդառնա անկարևոր։ Հետո էլ վերքը, այսպես ասած, շատ չի ցավա, բայց ես որպես ջավախցի սենց հարց ունեմ, ջավախքը եւս ունի մեծ խնդիր, քանի որ ջավախքը տրված է Վրաստանին, ու նենց չի Հայաստանում ջավախքի մասին տենց շատ են մտածում կամ ցանկանում են ջավախքի հողերը կամ ջավախքցու մասին են մտածում, նույն քաղաքականությունը, քաղաքացիական ինքնությունը, որը որ տարվում է Հայաստանի Հանրապետությունում, դա ոչ մի ձև չի նպաստում, որպեսզի ջավախքցին ուզենա գա Հայաստան, ունենա հայկական անձնագիր եւ Հայաստանում, չգիտեմ, ծառ տնկի, տուն սարքի եւ երեխա ունենա, իր սերունդները շարունակի։ Ինչի է դա այդպես եւ ինչի է, ասենք լավ այս բանի ճակերտների մեջ Հայաստանը հրաժարվել ջավախքից եւ չի խոսում ջավախքի մասին։ Իրականում շատ լավ հարց եք տալիս, շատ լավ, որովհետեւ միշտ այդ հարցը առաջանում է ինչի խոսքը գնում է Արցախից,
բայց խոսք չի գնում ջավախից, ասեմ ավելին, այդտեղ կան դեռևս ԽՍՀՄ տարիներից որոշակի, մեթոդներ, որոնք որ կիրառվել, օրինակ իմ մոտ միշտ հարց առաջացել, ինչ ենք օրինակ ապրիլի 23-ի երեկոյան կամ ապրիլի 24-ին մենք գնում Եռաբլուր, ներողություն, գնում Ձեռնակաբերդ, լավ ենք անում, դա չի քննարկվում, բայց օրինակ չենք գնում Սարդարապատ, գնում ենք հարգելու մեր զոհերի հիշատակը, ցեղասպանված մեր ժողովրդի, բայց չեն գնում հաղթական վայր։ Նույն օրինակ կապված այո, ախտքալակի հետ, ասեմ ավելին, ջավախքի հետ կապված շատ հետաքրքիր նյուանսներ իրականում կան, որովհետև այն կռվախնձոր է երեք ուղղությամբ։ Գիտակից հայ մարդու, ով ցանկանում է պահպանել հայկականությունը, վրացու, ով այո, բնականաբար խնդիր ունի ամբողջովին, այսպես ասած, դարձնել վրացի Վրաստանի, այսպես ասած, ներքո, բայց այդտեղ գալիս է մի հատ երրորդ պետություն Թուրքիան։ Թուրքիան, որի արկայությունը, որի բիզնես ծրագրերը իդեպ այնտեղ ստիպում են վրացուն առնվազն, որպես այդպիսին չփորձել ամբողջովին ինտեգրել, գիտակցելով, որ տենց ավելի հեշտ կլինի երկրորդ Աջարիայի վերածվել երկրորդ Բաթումի կամ Թիֆլիսի, եւ իհարկե այդտեղ որոշակի խնդիրներ առաջանում են։ Այլ հարց է, որ ցավոք սրտի մենք գործ ունենք մի իրավիճակի, մի ժամանակահատվածի հետ, եւ կապիտալը շատ բան է որոշում։ Դու կարող ես պետության դեմ պատերազմել չպատերազմելով, այսինքն տանկեր չկիրառել, հրթիռներ, դրոններ, դրա վառ օրինակը հենց Թուրքիան է։ Երբ Էրդողանը տարիներ առաջ Գերմանիայում ելույթ էր ունենում, գիտեք, որքան շատ են այնտեղ թուրքերը, նա ասեց հետևելը, բազմացեք, շատացեք։ Դա ամենահզոր զենքերից մեկն է։ Այդտեղ բնակչությունը կշատանա, ինքը կիրառի իր քաղաքականությունը։ Այստեղ կապիտալը ավելի կշատանա, ինքը արդեն կդառնա վերահսկելի։ Այսինքն ցավոք սրտի, այո, մենք այդ խնդրի առաջ կանգնած ենք եւ իրականում շատ դժվար է մեր օրերում, մի կողմից փորձել զարգանալ, մյուս կողմից նաեւ պահպանել, այսպես ասած, ինքնությունը, պահպանել շատ արժեքներ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ իրականում բազմաթիվ երկրներ իրենց առաջ տանելու համար ավելի մեծ գումարներ են դնում։ Ամենապրիմիտիվ օրինակը Հայաստանում եթե եկեղեցի է բացում, ասում են, այդ փողով կարեք զենք առեք, ինչ եկեղեցի։ Բայց օրինակ երբ համեմատում ենք Թուրքիայի հետ, թե Թուրքիան ողջ աշխարհում տարեկան ինչքան գումար է դնում մզկիթներ բացելու համար, որքան գումար է դնում իր քարոզությունը ապահովելու համար, սերիալների միջոցով մնացած ամեն ինչ, այդ փափուկ ուժը, այդ soft power-ը, նայում ասում ես, չէ, իրանք արդյունքի հասնում են։ Կոպիտ ասած, այնտեղ Великолепный век ֆիլմն է շատ ակտիվ քարոզվում, ստեղից է լավ դե, ասենք եկեղեցին ինչ։ Ու արդյունքում տեսնում ենք, ով ինչ արդյունքի է հասնում։ Դա իրականում ավելի գլոբալ խնդիր է, որը կրոնական իր մեջ, օրինակ պայմանական շատ կոպիտ բան եմ ասում, օրինակ 1000-ից 1 կարող ինչ որ մեկը տեսնի, որ օրինակ Մուհամեդին փորձեն ծաղրել։ Իսկ քրիստոնեությանը ոնց որ շատ են ծաղրում ու դրա հետևանքները կակբի Շարլի Հեբդոյի օրը չեն ընկնում, որ օրինակ ծաղրեն օրինակ Մուհամեդին, հաջորդ օրը սենց իրանցից տենց սարքեն կալգոտկա կներեք արտադրության համար ռեշետով։ Տարբերությունը շատ մեծ է, ու այդ ամեն ինչը բնականաբար ազդում է։ Շատ լավ, գիտեք, ես նաև տեղյակ եմ, որ քաղաքական առումներով տեղյակ չեմ, քանի որ տարիքս չի ներում, բայց կրթական առումով տեղյակ եմ, որ օրինակ երբ որ Արմեն Աշոտյանն է եղել կրթության եւ գիտության նախարար, Ջավախքում հայկական դպրոցները ապահովված են եղել գրքերով, տարբեր ուսումնական մատերիալներով, այսպես ասած, ու նաև վերանորոգման համար գումար է հատկացվել, որպեսզի դպրոցները վերանորոգվեն պատուհան, վառելիք եւ այլն, այդ ամեն ինչի հարցը եւս լուծել է Հայաստանի Հանրապետությունը, իդեմս եւ գիտության նախարարության եւ այսօր ինչքանով տեղյակ եմ այդ ամեն ինչը չի լինում ու որքանով որ տեղյակ եմ Ջավախքից հայկական դպրոցներ ընդունվողների թիվը շատ է պակասում, շատ է պակասում ու նույնիսկ արդեն անհրաժեշտություն կա երկու դպրոցից թողնել միայն մեկը, դա էլ կիսատ, ասենց ասած, թվով աշակերտներով, դա նաեւ գալիս է նրանից, որ այսօրվա իշխանությունները իրենք կենտրոնացած են, միայն կարելի ասել իրենց ստեղծած իրական Հայաստանի սահմաններով եւ չեն ընդունում ոչ մի այլ տարածքում գտնվող հայի ու նաեւ ես նկատել եմ, որ օրինակ Սփյուռքը շատ նեղացած է Հայաստանից այսօրվա վարչակազմի օրոք։
Իրականում Ինչին կարող է դա հանգեցնել։ Սփյուռքը շատ բաներից կարա նեղանա ու ոչ մենակ, Սփյուռքից շատ բան է իրականում կախված։ Սփյուռքը դա ոչ միայն հա ֆինանսական աջակցություն է ինչ որ ուրեմն համա տարբեր ծրագրերի համար, Սփյուռքը դա նաև մտավոր կապիտալ է։ Բայց մեր մոտ ընդունում են դա որպես ֆինանսական աջակցություն, այսինքն եթե դու դրսում ես ապրում, դու սփյուռք ես, դու պետք է օգնես ինչ-որ ձև։ Նույնիսկ եթե վերցնում ենք դա առօրյա պայմաններով, բարեկամդ ապրում է դրսում, բարեկամը կարող է, չգիտեմ, քեզ գումար ուղարկել, բայց դու որ ապրում ես, չգիտեմ, Հայաստանում, դու դժվար է ուղարկես, որտեղ իրագործելը լավ է։ 18-ից առաջ է որոշակի պաշտոնյաներ կային, որոնք որ մեղմ ասած հա մի քիչ չէին հասկանում սփյուռքի հետ ոնց է աշխատել, պետք է աշխատել կամ ընդհանրապես հա դա իրական գլոբալ խնդիր է, որտեղ իհարկե սրանք մեղավորությունն են, գործող իշխանություն են, բայց նաև որոշ պաշտոնյաներ կան, որ հիմա վայ հանրապետական դեմել են մեկ-մեկ խոսում, բայց իրենց գործունեությունը մոռանում են, էլի։ Եթե ավելի մասշտաբային նայենք, պայմանական պարզորեն է, քարորյա պատերազմի ընթացքում օրինակ Վրաստանը օդը չէր փակում կամ սահմանը չէր փակում էլ առաջ։ 44 օրերի ժամանակ փակվեց։ Այստեղ հարցը այն է, որ քաղաքականության մեջ նույնպես անձնային մարդկային հարաբերությունները շատ բան են որոշում եւ իհարկե դրանից շատ բան է կախված։ Շատ բաներ կարող է արվեն ոչ թե նրա համար, որ օրինակ, չգիտեմ, ինչ որ մեկը քեզնից ավելի ուժեղ է, այտենց դու իր համար ես անում, ոչ թե նրա համար, որ օրինակ ինչ որ մի բան էլ դու դրա դիմաց ես ակնկալում, բարձ մարդկային հարաբերությունները։ Ես վստահ եմ մեր ավակ սերնդից ում հետ է որ պատիվ ունենաք հարցազրույց անելու, մեր կուսակիցներից իրենք բազմաթիվ պատմություններ ձեզ կպատմեն, սկսած հա ուրեմն խաչքարների տեղադրումից, հայոց ցեղասպանության նախագծից օրինակ պարոն Շարմազանովը, որ չի արվել ինչ որ մի բանի դիմաց։ Արվել է նրան, որ դիմացինը մարդ է եղել, լավ բանակցել է, լավ դիվանագետ է եղել, մարդկային բարձր շփում ունեցել ու կոպիտ ասած բարոյական բարձր սկզբունքներ։ Ցավոք սրտի ես ականատես եմ լինում տարբեր դեպքերի, թե արևմուտքում, թե հյուսիսում հետ որ միջազգային գործընկերների շփվում, ովքեր տարբեր հարցեր են բարձրաձայնում այս իշխանության հետ կապված, որ նայում ես ասում եմ պրիմիտիվ հարց է։ Օրինակ որոշակի քաղաքներ կան, որոնք որ դիմել են Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քույր քաղաքներ, այսպես ասած, ճանաչվեն Երևանի հետ։ Իրենցից ընդամենը մի բան էր գալիս, մի հատ ցենց համակարգիչ գտնել ինտերնետով քաղաքապետարանի տարածքում, տպել մի բան, այնց որ առաջանաչա, էլի, print անել, ստորագրել, ուղարկել, շատ բան չէր իրենց բավարարում։ Լավագույն դեպքում քարը պայթի սխալները ուղղելով բան մի 5-10 րոպե։ Ֆորմալ բնույթ էր կան ուղղակի։ Մարդիկ զարմացած են, ինչի այդ ամեն ինչը չի արվում։ Այնքան բաներ կա, որ մենք իշխանություն չունենալով հանդերձ, մենք այդ կապերը ստեղծում ենք, այդ ամեն ինչը անում ենք։ Իսկ նրանք, ովքեր որ ունեն այդ հնարավորությունները, ու դա չեն անում, դա նման է, գիտեք ինչ, կապիկյում ձեռը Կալաշնիկով ավտոմատան ասում դե մի բան արա, կրակի։ Բայց եթե ավելի խորքային նայենք հարցին, տեսեք, ցավոք սրտի, եթե պետությունը ուժեղ չի, սփյուռքն էլ ավտոմատ ուրանում։ Երբ անցյալ տարի մենք գտնվում ենք ուրեմն Նիժնի Նովգորոդի հայկական մի եկեղեցում, Տեր Սեբեոսը մի շատ լավ խոսք ասեց, այնտեղի մեր ուրեմն հոգևորը ասեց, ես ունեմ երկու որդի, ովքեր որ իրենց համարում են հայ, հայերեն խոսում են, բայց իրանք հայրենիքից հեռու են։ Ինչ որ մի պահից այդ սփյուռքը որ կա, ինքը էլ չի լինելու, որովհետև ոչ թե նրա համար, որ ինքը չի ուզում լինի, ոչ թե նրա համար իրանք չեն ուզում հայերեն սովորեն, չեն ուզում մշակույթը պահեն, ասեմ ավելին, ես Սփյուռքում շատ ավելի մեր մշակույթը պահող մարդ եմ տեսել, քան մեր պետության մեջ։ Հայկական պարերը ավելի լավ իմացող ընկերներ ունեմ, քան Հայաստանում պայմանական հայկական պարեր իմացող։ Հայկական տարազը, ավանդույթները, նախշերը, այդ ամեն ինչը գրող ավելի շատ ուրեմն օրիորդ եմ տեսել, քան Հայաստանում։ Բայց Սփյուռքում ապրողը որ կապ չունի որտեղ կապրի, չես կարող սերնդեսերունդ չզուլվել այդ մշակույթին։ Չես կարող լինես Ռուսաստանում, լինես ԱՄՆ-ում, լինես Եվրոպայում, որտեղ ուզում ես եղի, դու որոշ ժամանակ հետո զուլվում ես այդ մշակույթին ու հայկականությունը անկախ քո կամքից, նույնիսկ եթե դու ամենաթոփ հայրենասեր մարդն ես, նվազում է միջև զրոյականը։ Եվ այդտեղ քո պետության արկայությունը
ինչով է կարևոր, որ այդ ամեն ինչը նաև Սփյուռքի հետ կապը պահի։ Իսկ սրանք ինչ են ասում են մեզ Արցախ պետք չի, այս ինչ մարդը Սփյուռքից ասեց, ինքը Սփյուռքի հետ կապ չունի։ Իրանց Սփյուռքը դա կոնկրետ պաշտոնյաներն են, կոնկրետ մարդիկ են, ովքեր իրանց օգտին են խոսում։ Այսինքն, այս իրավիճակում մենք բախվում ենք կարմիր գծեր չունեցող պրագմատիկ, բայց վատ իմաստով այս դեպքում պրագմատիկ real politics-ի, որը կներեք արտահայտության համար պետության հերանիցում է։ Դուք ասացիք այն մարդկանց մասին, ովքեր որ ձուլվում են, մենք բնականաբար չենք կարող իրենց մեղադրել, որովհետև, չգիտեմ, տեղահանված, գիտենք չէ, որ Սփյուռքը բաժանվում է 3 սերնդի, հա, օրինակ վերցնում ենք այդ առաջի սերունդը, որ ցեղասպանության ընթացքում է գնացել ու հիմա ողջ չեն, իրանց թորները եւ ծորները կլինեն կրող, բայց 10-ից 20%-ով, իսկ պետության առաքինությունն է, այսպես ասած, պահպանել այն կապը Սփյուռքի հետ, ստեղծելով ցանցային ինչ-որ ազգ, ինչը որ ես շատ եմ ողջունում, որովհետեւ դա կարող է շատ մեծ օգուտ տալ, ստեղծելով այդ ամեն ինչը եւ պահպանելով քաղաքական եւ հասարակական հարաբերություններ նույն Սփյուռքի հետ։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ այդ ամեն ինչը հավասար է 0-ին, նաեւ հրեաների օրինակը կարող ենք վերցնել, որովհետեւ իրենք ամենաառաջին երևի ցանցային այդ ազգն են, ովքեր որ կարողացել են ստեղծել ուժեղ պետություն եւ դրա դեմ ոչ մեկ կասկած չի կարող ինձ թվում է հայտնել։ Նաեւ կուզեի խոսենք տեղեկատվության մասին, քանի որ մեր թեման այսօր հենց տեղեկատվությունն է, տեղեկատվության միջոցով ինչպես կարող ենք ազդել քաղաքականության վրա, որը կնպաստի Սփյուռք եւ հայերենիք հարաբերությունների բարելավմանը։ Չգիտեմ, շատ լավ սկզբունք կա, բացի հрьяաներից նաև չինացիք, որովհետև ցանկացած պայմանականը ժողովրդի ներկայացուցիչ Չինաստանը, որ գտնվում է Սփյուռքում, ինքը նաև իրենց հաշվենք դեսպանն է ու պետության հետ ուղղակիորեն կապ ունի։ Տեղեկատվության դարում, ինչպես ի սկզբանե նշեցի, դանակի պես է, կարած դրանով վնաս տաս, կարած նաև օգուտ բերես։ Հիմա օգուտը հետևյալ կերպ է, նախ մեր ժողովրդին իրականում պետք է իրական հեղափոխություն։ Դա ոչ թե ուղղակի իշխանություն հանես տեղ ուրիշ մեկին դնես կամ դա չի։ Իրական գաղափարական արժեքային հեղափոխությունը դա ինձ ներկայացնում է ճիշտ դաստիարակություն։ Ճիշտ դաստիարակության հիմքում ամեն ինչ տանկած, ճիշտ դաստիարակության հիմքում ընկած է սուվերենությունը, այն կոպիտ ասած մի քանի կոպեկի դիմաց չծախվելը։ Դաստիարակության հիմքում ընկած է ցիվիլությունը, հա, երբ որ դու մարդուն չես կարող քո ուզածը հրամցնես ու քննարկումը բանավեճ է նույնիսկ ամենաթեժ սարքես ինչ որ վիրավորանքների զոնա ուղղակիորեն դաստիարակություն նաև կապ ունի թե ինչ կադրերը պետությունը տալու մեզ պետք է արժեքային հեղափոխություն հեղափոխությունը երբ լինի այդ ժամանակ արդեն նաև կրթության վրա աշխատելով հնարավոր է ձևավորել շատ ուժեղ կոնցեպտ ու հաշվի առնելով այն հանգամանք որ ցավոք սրտի այո մենք տեսանք Արցախը հայաթափվել է այս պայդերությամբ Հայաստան-Սփյուռք կապը պետք է վերականգնվի։ Հայաստան-Սփյուռք կապը ոչ թե վերականգնվի, գիտեք ինչ, այսինչ բան են կանում, մեզ փող է պետք ուղարկեք, չէ, էլի Սփյուռքը կաթուկ ով չի, կներեք արտահայտությունս համար։ Սփյուռքի հետ պետք է գրագետ աշխատել։ Մենք ունենք դուրսը բազմաթիվ խելացի կադրեր, շատ, ես sense օրինակ բերեմ, մենք երբ էր մի 2 տարի առաջվա բան եմ ասում։ Փաբում նստած ենք ինգերուս հետ, կողքի սեղանին 3 տղա էր նստած Այս լուրջ թեմաներից են խոսում, գիտական, ինգերուս ասի կարաջուրը դվեկալ տեղափոխում ենք են սեղան, մոտեցանք ասի բարը ձեզ տղեկ ասի կներեք, չենք ճանաչում իրար, բայց նենց հետարքիր թեմաներից եք խոսում, ուզում ենք նստենք միասին զրուցենք, պարզեց երկուսը Գերմանիայում երաժիշտներ են, մեկ հոգի էլ այստեղ էր աշխատում, պետական սեկտորում, շատ լավ կադրեր ունենք, ուղղակի իդեպը նույն հարցը իրենց հետ եմ քննարկել, ասեմ նայեք ժողովուրդ Այդքան հետաքրքիր թեմաներ եք խոսում։ Ինչ որտեղ բարձրաձայնում եք, գրառում անել, ներկայացնել, բա ասում է չէ, որտեղ աղմուկը շատ է համացանցում, չենք, այ հիմա մենք գալիս ենք դրան աղմուկը, քանի որ ամեն ինչի բացասականի շատ է, այն լավ կադրերը, իսկ իրականում sense խոսքը, ասում է ոսկի մի հատված կա հատ մեր սերնդի ու ոչ միայն, որը որ այս պահին Սփյուռքում է։ Իրանց ներուժը, ոչ թե իրանց Գրպանի պարունակությունը, հաշվի պարունակությունը, իրանց ներուժը, որ եթե ճիշտ ձևով օգտագործվեց, որ իրանք է զգան, որ իրանք ոչ թե որպես փուշշնի միասային կամ ռեշետո են տենց գցում են դիմաց եւ վերջ, չէ, իրանք զգան իրանց կարեւորությունը, իրանք է սրտանց կաշխատեն։ Մենք այդքան մեծ Սփյուռք ունենք, այնքան մարդիկ ունենք, որոնց մասին շատ շատերը չեն լսել,
Այնքան տարբեր հաջողակ մարդիկ, մեր մոտ ոնց է, 1-2 հոգու անուն գիտեն, այս հաջողակային, բայց բազմաթիվ մարդկանցից տեղյակ չեն։ Ասեմ ավելին, պետությունը նաև կարող է որոշակի հարցերում այս կամ այն մարդուն օգտակար լինի դրսում, այդ ցանցը սարքելը, ես չեմ ասում դա հեշտ բան, առավել եւս երբ մենք տեսնում ենք, որ աշխարհում, հա, տարբեր բևեռներ իրար հետ խնդիրներ ունեն եւ բնականաբար ճիշտ ասած ավելի ցայտնա ԱՄՆ-ում բնակվող հայը մի քիչ ուրիշ ձև է վերաբերվում Ռուսաստանում բնակվող հային, բայց էդ էլ է հնարավոր վերացնել, որովհետեւ եթե լինի մի իշխանություն, որը որ բոլորին կբերի իրական խաղաղության, ոչ թե սրանց այդ քարոզացն զրտիկը, որ խփում են դոշին, իրական խաղաղության, այդ ժամանակ արդեն որևիցե աշխարհաքաղաքական բևեռ կամ որևիցե վուլգար համակարգ չի կարող ներազդել քո օրինակ հա հայրենակցի վրա Սփյուռքում իր մտածելակերպի ամբողջովին փոփոխմանը։ Էլի կփոփոխվի։ Էլի օրինակ սև սուրճի փոխարեն Starbucks կխմի, չգիտեմ, պայմանական խաշի փոխարեն խինկալի կուտի կամ օրինակ, չգիտեմ, պելեմենի, Սամագոն կխմի։ Թեկուզ ցանկացած բան կարան, բայց իր ներուժը նույնիսկ եթե ինքը օրինակ առավոտ խաշի տեղը բորշակել է կօգտագործի քո պետության համար, այսինքն կապ չունի ինքը որտեղ բնակվի, հա, Բագդանովկայում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում էական չի։ Իր ներուժը կաշխատի ձեր միասնական պետության օգտին։ Անտեսանելի կապով պետք է կապել իրանց պետության հետ, որպես իրենք իմանան, որ ինչ է լինի, ուր էլ գնան, որ պետությունն էլ իրանց նեղացնի, քանի որ գիտենք, որ Սփյուռքը շատ լավ ռեսուրս է, այսպես ասած, որպեսզի կարողանա այդ երրորդ պետությունը, որ հյուրընկալել է, օգտագործի Սփյուռքին թեկուզ հենց իրենց հայրենիքի հանդեպ, թե լավով թե վատով դա արդեն երկրորդական հարց է, բայց կարող է օգտագործել ու նաև եթե մենք տեսնում ենք, որ չգիտեմ, վտանգավոր, ագրեսիվ քաղաքականություն է վարվում, Սփյուռքի մարդը պետք է իմանա, որ ինքը տեղ ունի վերադառնալու եւ այնտեղ իրեն ուրախ են ընդունելու։ Գալով այստեղ ինքը կունենա թեկուզ մինիմալ պայմանները, որպեսզի կարողանա նորին ստեղծել իր կյանքը։ Նաեւ կուզեի այսպիսի մի բանի մասին խոսենք, դուք ասացիք հերոս եւ հակահերոս, Նիկոլ Փաշինյան ինչ է ուզում իրանից ստեղծել, հերոս թե հակահերոս։ Ումից։ Ինքը իրենից։ Ապրելակերպ։ Ինքը ուզում է ստեղծի ապրելակերպի հիմքում դնելով ոչ թե հերոսին կամ հակահերոսին, ինքը ուզում է որպես լինել այդ ապրելակերպի աստված։ Մահատմա Գանդի կամ այնպիսի կերպար, կոպիտ ասած հոգևոր առաջնորդ է, էլի հայկական Խոմեյնի պայմանական Խամենեի։ Ինքը ստեղծում է օրակարգ։ Ես եմ ավելին, ինքը մինչև 18 թվականը, նույնպես երբ ազգային ժողովի падգամավոր էր, ինքը հանդիմադիր լինելով հանդերձ ինքը օրակարգ էր ստեղծում։ Շատ լավ հիշում եմ, հա, տարբեր թեզեր, օդում կախված լուրեր, սա է, սա այն, նա այո, այդ ունակությունը ունի, օրակարգ ստեղծել, ինքը ամեն օր կարող ինչ-որ մի բան անի, որ մարդիկ քննարկեն։ Առավոտ չգիտեմ, բորշուտի, կներեք, էլի իսկ դա օրակարգ է, թե տեղեկատվական աղմուկն ունի ինքը ինֆորմացիոն նշում, որով որ փորձում են մարդուն շեղել, մանիպուլացնել ու տանել այն կողմ, որտեղ որ իրենց է հարմար, շեղելով ավելի կարևոր եւ օրակարգային թեմաներից, չգիտեմ։ Այդ շատ տարածված բան է, որ ասում է, «Էս ինչ բանը մի քննարկեք, մեզ շեղում են»։ Բայց հարց առաջանում, ինչի՞ց են շեղում։ Իրականում իր դեպքում ինքը ցույց է տալիս, որ ինքը պետք է իրանից պետք է շատ լինի։ Որ ասում է, տունաթողը լինի սկզբունքով։ Իրանից անընդհատ ինքը պետք է ինչ-որտեղ երևա, իրան պետք է անընդհատ քննարկեն, ինքը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Այսօր ոչ մեկ չի հիշում ինքը երեք ինչ էր անում։ Վաղը ոչ մեկ չի հիշելու, թե ինքը այսօր ինչ էր անում։ Վաղը չի մյուսօրը ոչ մեկ չի հիշելու, թե ինքը վաղը ինչ էր անում։ Դա այդ սկզբունքն է։ Մեդիա դաշտում նախ հատկապես COVID-ից հետո, ոչ մենակ COVID-ից հետո, կարճ ինֆորմացիաները դրվագները ավելի ակտուալ են դարձել եւ ամեն օր ինչ որ մի հատ նոր բան է տեղի ունենում։ Ու դա նաեւ հնարավորություն է տալիս այլ ուժերի, դիմադիր ուժերի, գործիչների, անհատների դաշտը ինչ որ մի բանով չլցնել։ Դաշտը միշտ պետք է լցված լինի։ Դաշտում ինչ որ մի բան, եթե ինքը մի շաբաթ կամ 10 օր ոչ իման չարեց, ինքը տեսնում է ռիսկ, որ այդտեղ կհայտնվի մեկը, ով Հատերաբեմից կասի, այստեղ բան չկա, այստեղ ներկայացում չկա, ֆրացեք ես կողմ, ներկայացումը այստեղը։ Ինքը վախենում է դրանից, բացի դրանից, պետք է ընդունել մի ցավալի, բայց այնուամենայնիվ իրողություն։
Հայաստանում եթե կա մի քանի հոգի մարդ, ով իդեալական ճանաչում է ժողովրդին, մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Դա իրողություն է։ Այլ հարց է, որ ինչով է ինքը դա դեպի ուր է դա օգտագործում, լավ ճանաչելով հանդերձ, բայց նա դա անում է։ Եվ ինքը կլինի այնքան ժամանակ, մինչև իրանից չհայտնվի մեկ այլ մարդ, ով իրանից ավելի լավ գիտի ժողովրդին, իրական ցանկությունը, որովհետև երբեմն այն ամեն ինչին դուք ձգտում ես ու համարում ես դա պետության համար լավը, դու պետք է հաշվի առնես, որ դրան հասնելու համար դու պետք է ունենաս ժողովրդի ձայնը, այս դեպքում լեգիտիմությունը։ Եվ երբեմն պետք է որոշակի գաղափարներ, այսպես ասած, դնել պահեստ եւ ներկայանալ այնպիսին, ինչպիսին որ պետք է ժողովրդին, որպեսզի արդեն իսկ կոնկրետ դիրքից դու բացատրես պահեստում գտնվող քո գաղափարների նպատակայնությունը։ Այն մարդիկ, ովքեր որ ժողովրդին չեն ճանաչում կամ ժողովրդից կիլոմետրերով առանձնացած են, ասում է քթից այն կողմ չի տեսնում կամ կողի նազիր վեզիրներից այն կողմ ոչ մեկի չի տեսնում, իրանք դատապարտված են մշտական պարտության ու մշտական անհաջողության։ Նաև կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տիրապետում է, ավելի ճիշտ իր թիմը շատ լավ տիրապետում է տեղեկատվական մշակույթին եւ տեղեկատվական բոլոր նորմերին, քանի որ, չգիտեմ, ընտրությունների նախաշեմին ենք, ընտրությունները ագիտացիոն շրջան է ու բոլորը խոսում են նրանից, թե ինչ են այսօր իրենց ուրախ ավտոբուսում կերել Նիկոլը եւ Ալեն Սիմոնյանը։ Ալեն Փաշինյանը։ Հաշվի առնելով Ալեն Սիմոնյանի հարցազրույցը, ինքը շատ է սիրում Նիկոլ Փաշինյանին, կարող է եւ դա դառնա մի օր։ Հաստատ նամանավանդ եթե լավ պաշտոն առաջարկեն։ Միանշանակ համաձայն եմ, այո, ցավոք սրտի տենց է եւ նաեւ կա sense մի բան, ինչ որ ինքը անում է, ոչ մեկ չպետք է նմանակի։ Դու չես կարող հիմարի հետ մրցել հիմարության, որտեղ ինքը քեզ քիչեցնի իր մակարդակին։ Դու չես կարող մարդու հետ մրցել իր գործիքակազմը։ Պարզ օրինակ, Էդմոն Մարուկյան, Լուսավոր Հայաստան, Լուսահոգի Հայաստան։ Մեկ իրանք Եվրոպամետ էին, բայց իրանք ավելի Եվրոպամետ չեն կարողանում պայմանական կան օրինակ Արամ Սարգսյանի կուսակցությունը։ Մեկ իրանք օրինակ ռուսամետ են, բայց չեն կարող ռուսամետ լինել, քան մի շարք այլ ուժեր։ Այսինքն դու պետք է ունենաս քոնը, դու չես կարող նմանակես։ Okay, նմանակեցիր, բայց այն հիմնական մարդիկ, ովքեր հավաքված են բեմի մոտ օրինակի համար նայում են ներկայացում, հա, Շեքսպիրի լինել թե չլինելը։ Իրանք Շեքսպիրին են ընտրելու, ոչ թե Շեքսպիրի նմանակողին։ Երբ որ իրանք նայում են Թումանյանի անուշը, իրանք չեն ընտրելու օրինակ Գառնիկին, իրանք ընտրելու են Թումանյանին, որովհետև ինքն է դրա հեղինակը։ Այսինքն դու չես կարող օրինակ վերցնել մեկին նմանակել եւ հույս ունենալ, որ իր էլեկտորատը իրան հետևող մարդիկ գալու են քո կողմ։ Նույնը ստեղը դու չես կարող իր օրակարգը վերցնես։ Դու ստեղծի քոնը, բայց քանի դեռ դու չգիտես այս ժողովրդին, քանի դեռ դու ժողովրդի չես շփվում ես բացառապես պայմանական, ես անվանում եմ ճուտիկներ ավելի լավ։ Ճուտեն, բայց ավելի շատ ճուտիկներ, որ ինչ որ մի բան զեկուցում են, էսի սենց է, ինենց է, եթե դու անձամբ չես շփվում այդ մարդկանց հետ, գրոշի արժեքունի ցանկացած բան, դու ոչինչ տենցել չես իմանա։ Այն ինչ որ ինքը լավ գիտի, իհարկե հիմա մի քիչ իրանց ոտքերը գետնից կտրվել է արդեն, բայց առնվազն դեռևս ոչ այնքան, որպեսզի մենք ասենք, որ իրանք արդեն գնացած պատմություն։ Դե ոչ բոլորին է տրված իմանալ ճիշտ թեկուզ ագիտացիոն վարքագիծ կամ, չգիտեմ, կուսակցական որպես կառույց ներկայանալ ճիշտ։ Մենք գտնվում ենք հանրապետական կուսակցությունում, շփվում ենք մեր ավագ սերունդի հետ եւ այդ կանոններին քիչ շատից փորձում ենք տիրապետել կամ սովորել, բայց հասկանում ենք, որ ոչ բոլորին է բնականաբար ամեն ինչը տրված։ Մենք շատ աշխատելու տեղ ունենք, ասեմ, այո, մեր այն կուսակցությունը, որ իր սխալները միշտ ընդունել է եւ ընդունում է, դրա մասին եւի համ նախորդ համագումարի ժամանակ խոսվեց, համ այս համագումարի ժամանակ խոսվեց, համ հարցազրույցների մաս եւ եթե այդքան ոչ մեկ այդքան ներողություն չի խնդրել ինչքան հանրապետական հայ ժողովրդից։ Բայց իհարկե մենք ունենք շատ աշխատելու տեղ։ Եվ ես վստահ եմ, որ եթե ճիշտ ամեն ինչ տարվեց, ապա արդյունքի կհասնենք։ Դե չաշխատել նշանակում է չզարգանալ։ Հարց ունեմ, ասենց բլից, հա, կարող ենք անցնել այս հարցով։ Արդյոք պետք է տեղեկատվության վրա դնել ինչ-որ հսկողություն եւ ինչպես դուք դա կանեիք, օրինակ տիրապետելով տեղեկատվական տարբեր կանոններին եւ նորմերին։ Տեղեկատվության վրա հատկապես Հայաստանի պես փոքր պետություններում
հսկողություն դնել, դա նույնն է ինչ որ փոքր երեխան ասես, այս մի բանը չպետք է անես, թե չէ շատ վատ կլինի, մեկը անելու է։ Ասում կոպիտ ասած մատը դրազետքի մեջ մի դիր։ Պետք է ոչ թե վերահսկողություն սահմանը, որը հնարավոր չի ուղղակի տեսականորեն, պրակտիկորեն բացառվում է։ Մենք տեսնում ենք Ռուսաստանում փորձում են վերահսկողական բաներ կիրառել, բայց այն որ ասում են VPN-ի ցավը տանեմ սկզբունքն է աշխատում։ Պետք է ուղղակի այդ խաղի կանոնների մեջ ճիշտ մանևրել։ Մի կողմից զբաղվել մեդիա գրագիտությամբ, մյուս կողմից խաղի խաղատախտակի մեջ ունենալ սեփական եւ նավակները, եւ օֆիցերները, եւ թագուհիները, եւ թագավորները, եւ ուրեմն զինվորները, շախմատային լեզվով ասենք։ Դու չես կարող համակարգը քեզնից հեռու պայես ողջ աշխարհում որ տարածած։ Գերտերությունները չեն կարող անում։ Բացառությամբ իհարկե Չինաստանի դրանից։ Դու դա չես կարող անել, փոքր պետություն ես, բայց դու կարող ես համ կրթել քո հասարակությանը, մյուս կողմից է գիտակցելով այդ կրթությունը երկար ժամանակ է պահանջում, ճիշտ մեխանիզմներով կառավարես այն քաոսը, որը որ պոտենցիալ կարա ստեղծվի։ Դա կարաս անես, ու դրա մեխանիզմներ կան, ու ասեմ ավելին շատ դեպքեր էլ կան, ու նույնը քաղաքականության մեջ էլ կան։ Լավ, շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը, ինչ խորհուրդ կտաք դուք այն մարդկանց, ովքեր որ, չգիտեմ, ուզում են սոցիալական ակտիվ կյանք վարել, բլոգեր, տեսանյութեր եւ այլն, սակայն կան, ինչպես մի քիչ առաջ խոսեցինք, այդ կոմենտ գրող զանգվածները, ովքեր որ բնականաբար վատ կոմենտ են գրելու, ու ոչ բոլորին է տրված ունենալ կայուն հոգեբանություն, որպեսզի կարողանաս դիմակայես այդ ամեն ինչից, ու շատ մարդիկ կարող են ուղղակի կոտրվել այդ ամեն ինչից, կիսա թողնելով այն գործը, որը որ կարող է ժամանակ հետո իրեն մեծ ճանաչողություն բերի ու նաև ռեսուրսներ, ֆինանսներ եւ այլն։ Շատ པարզ բան, ուշադրություն չդարձնել։ Դժվար բան է իհարկե, բայց ուշադրություն չդարձնել։ Ժամանակի ընթացքում պետք է սովորեն։ Որից է հաջողակ մարդկա, ով տենց իրականորեն կարևորում է հասարակության կարծիքը, տենց հավաքական հասարակության։ Ոչինչ չկա։ Որից է կեպ չկա։ Ասեմ ավելին, հասարակությունը ինքը շատ հետաքրքիր սպეციფիկա ունի։ Նրանք ովքեր որ այսօր ատելի են, վաղը իրանց հերոսացնելու են։ Նրանք ովքեր հերոսացրել են կամ հերոսացնում են, վաղը ատելու են։ Հասարակությունը սովորություն ունի փոխվելու։ Ու այդ հասարակությունները ամեն տեղ տարբեր են։ Հասարակություն, որ օրինակ Հայաստանի ֆուտբոլը ողջ աշխարհում տարածած Հենրիխ Մխիթարյանին կարա քննադատի։ Հասարակություն, որ այն ժամանակ պայմանական ֆուտբոլային, եթե նայենք, Մարադոնային էր քննադատում, Լիոնել Մեսսին էր քննադատում։ Մարդիկ փոփոխվող են, ցանկացած մարդ պետք է ուղղակի փորձի իր գործը լավ անի։ Ասեմ ավելին, եթե քո կողմ կա ուշադրություն, կա քննադատություն։ Իհարկե չնշանակում որ ականջները փակի, ոչ մի բան մի արա, նայ, փորձի գտնես քո մեջ բացասական կողմը դա հանես։ Բայց եթե դու սաղին հարմար դառնար, բոլորին հարմար մարդը ոչ մեկին ելևս հետաքրքիր Չի սիրվելու, այո։ Չի սիրվելու, ասեմ ավելին, չի էլ ատվելու, իսկ ատելության մեջ եւս մի քիչ կարող է հակասական հնչի, բայց ատելությունը եւս իրանից ուժ է պարունակում։ Սև PR-ը եւս այո զարգացնել։ Իսկ ես խորհուրդ կտամ օրինակ ուշադրություն չդարձնել նման մարդկանց, քանի որ նման մարդիկ սնուցվում են ձեր էներգիայով եւ պետք չի ձեր էներգիան ու ժամանակը ծախսել վատ կոմենտներ գրողների վրա, քանի որ իրենք եթե գրում են վատ կոմենտ կամ ձեզ վիրավորում են, օրինակ հաստատ իմացեք, որ իրենք ձեզանից շատ ավելի բաներով ցածր են եւ անգիտակից են։ Այսօր խոսեցինք տեղեկատվական անվտանգության մասին, տեղեկատվության մասին, ու մենք փորձեցինք խոսել այն թեմաների մասին, ինչը որ շատ մոտ է ժողովրդին եւ ավելի հասանելի կլինի ժողովրդին։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իսկ դուք եղեք ավելի գիտակից ու կարողացեք տարբերել մանիպուլյացիան, տարբեր ինֆորմացիոն հոսքերը իսկական իրողությունից։ Մնացեք մեզ հետ, դուք դիտում եք 360 աստիճան հաղորդումը։